Բարև ձեզ, այսօր լուծելու ենք հետաքրքիր խնդիր ընտրությունների վերաբերյալ։ Կարդում եմ խնդիրը. ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ A-ն, B-ն և C-ն։ Բնակչության 40%-ը մտադիր է իր քվեն տալ A քաղաքական ուժին, 35%-ը B քաղաքական ուժին, իսկ 25%-ը C-ին։ Ընտրության օրը A քաղաքական ուժին քվե տալ պատրաստվող ընտրազանգվածի 50%-ն է մասնակցում ընտրությանը, B-ինը 60%-ը, իսկ C-ինը 90%-ը։ Որ քաղաքական ուժը ամենաշատ քվեները կստանա։ Նրանք, ովքեր ցանկանում են ստուգել իրենց գիտելիքները, կարող են դադարեցնել տեսանյութի դիտումը, ինքնուրույն լուծել խնդիրը, հետո ստացված պատասխանը համեմատել տեսանյութի վերջում ներկայացվելիք պատասխանի հետ։ Մինչ լուծմանը անցնելը խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, քանի որ նման հետաքրքիր ուսուցողական տեսանյութերի տեղադրումը ալիքում շարունակական է լինելու։ Եվ այսպես անցնենք լուծմանը։ Ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ։ Բնակչության 40%-ը մտադիր է իր ձայնը տալ A քաղաքական ուժին, 35%-ը B քաղաքական ուժին, իսկ C քաղաքական ուժին պատրաստվում է իր քվեն տալ բնակչության 25%-ը։ Ամենամեծ վարկանիշը ունի A քաղաքական ուժը, քանի որ բնակչության ամենաշատ հատվածը 40%-ը պատրաստ է իր ձայնը տալ հենց A քաղաքական ուժին, և թվում է, թե A քաղաքական ուժը պետք է հաղթի, որովհետև նրան պատրաստվում է ձայն տալ բնակչության 40%-ը։ C քաղաքական ուժին պատրաստվում է տալ բնակչության 25%-ը, և թվում է, թե C քաղաքական ուժը այս ընտրություններում հաղթելու շանս չունի, թվում է այդպես, բայց իրականում այդպես է, թե ոչ, հիմա հասկանանք։ Ընտրության օրը A քաղաքական ուժին քվե տալ պատրաստվող ընտրազանգվածի 50%-ն է մասնակցում ընտրությանը, B-ինը 60%-ը, իսկ C-ինը 90%-ը։ Խնդիրը մեզանից պահանջում է պարզել, թե որ քաղաքական ուժը ամենաշատ քվեները կստանա։ Ինչ ենք մենք տեսնում։ Չնայած բնակչության 40%-ը մտադիր է իր ձայնը տալ A քաղաքական ուժին, բայց A քաղաքական ուժի ընտրազանգվածը բավականին պասիվ մասնակցություն է ցուցաբերում ընտրություններին, մասնակցում է միայն այդ 40%-ի 50%-ը։ B-ինը համեմատաբար ակտիվ է մասնակցում ընտրություններին, 60%-ը ընտրազանգվածի մասնակցում է, այսինքն 35%-ի 60%-ը մասնակցում է, իսկ ամենաակտիվը մասնակցում է C քաղաքական ուժի ընտրազանգվածը, ամենամեծ ակտիվությունն է ցուցաբերում, 90%-ը մասնակցում է։ Հիմա եկենք հասկանանք, ընտրազանգվածի ակտիվությունը ազդելու է արդյոք ընտրությունների արդյունքների վրա, թե ոչ։ Հաշվենք։ Հիմա հաշվենք, թե A քաղաքական ուժը քանի տոկոս քվե կստանա։ A-ն հավասար է բնակչության 40%-ը մտադիր է իր ձայնը տալ A քաղաքական ուժին, 40%-ը 4/10-ն է, եթե կրճատենք այս կոտորակը, կստացվի 2/5, գրենք, մասնակցում է A քաղաքական ուժի ընտրազանգվածի 50%-ը, 50%-ը 1/2-ն է, այսինքն 2/5 բազմապատկած 1/2,
Հավասար է 2/10։ Եթե սա վերածենք տոկոսի, կստացվի 20%։ Գրենք հավասար է 20%։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ A քաղաքական ուժը ի վերջո կհավաքի քվեների 20%-ը։ Հիմա տեսնենք B քաղաքական ուժը քանի տոկոս քվե կհավաքի։ B-ն հավասար է 35%-ը 35 հարյուրերորդներ։ Եթե 35 հարյուրերորդ կոտորակը կրճատենք, կստացվի 7 քսաներորդ։ Գրենք 7 քսաներորդ բազմապատկած ընտրության օրը B քաղաքական ուժի ընտրազանգվածի 60%-ն է մասնակցում ընտրություններին։ 60%-ը 6/10-ն է։ Եթե 6/10 կոտորակը կրճատում ենք, ստացվում է 3/5։ Գրենք բազմապատկած 3/5 ստացվում է 21 հարյուրերորդ։ 7 անգամ 3 21, 20 անգամ 5 100, այսինքն 21 հարյուրերորդ։ Եթե 21 հարյուրերորդը վերածում ենք տոկոսի, ստացվում է 21%։ Տեսնում ենք, որ վերջնարդյունքում B քաղաքական ուժը հավաքում է 21%։ Փաստորեն, B քաղաքական ուժը ավելի շատ քվե է ստանում, քան A քաղաքական ուժը, մի տոկոսով ավելի շատ քվե է ստանում, ի շնորհիվ իր ընտրազանգվածի ակտիվության, որովհետև իր ընտրազանգվածի 60%-ը մասնակցում է ընտրություններին, ի տարբերություն A քաղաքական ուժի, որի ընտրազանգվածի 50%-ն է մասնակցում ընտրություններին և իր ընտրազանգվածի ակտիվության շնորհիվ B տոկոսին հաջողվում է 1%-ով ավելի շատ քվե հավաքել ու շրջանցել A քաղաքական ուժին։ Հիմա տեսնենք C քաղաքական ուժը ինչքան քվե կհավաքի։ Ուրեմն C-ն հավասար է C քաղաքական ուժին պատրաստվում է ձայն տալ բնակչության 25%-ը։ 25%-ը 1/4-ն է, գրենք 1/4։ Բազմապատկած ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում է C քաղաքական ուժի ընտրազանգվածը, ցույց տալով 90% մասնակցություն, այսինքն 90%-ը 9/10-ն է։ Գրենք բազմապատկած 9/10-ի հավասար է։ Ստացվում է 9/40։
Եթե մենք 9/40 վերածենք տոկոսի, կստացվի 22,5%։ C քաղաքական ուժն էլ կհավաքի 22,5%։ Հետաքրքիր բան է ստացվում. C քաղաքական ուժը ուներ ամենացածր վարկանիշը, բնակչության միայն 25%-ն էր պատրաստվում նրան ձայն տալ, բայց ընտրությունների վերջնաարդյունքում նա հավաքում է ամենաշատ քվեները, բնակչության 22,5%-ը, իսկ մինչդեռ A քաղաքական ուժը, որը ուներ ամենաբարձր վարկանիշը, նրան պատրաստ էր իր քվեն տալ բնակչության 40%-ը, ստանում է ամենացածր քվեները՝ շուրջ 20%։ Ինչ է ուսուցանում այս խնդիրը։ Այս խնդիրը ուսուցանում է այն, որ թեև քաղաքական ուժերի վարկանիշը շատ կարևոր է ընտրություններին հաղթելու համար, բայց պակաս կարևոր չէ նաև քաղաքական ուժերի ընտրազանգվածների ակտիվությունը, և այդ ընտրազանգվածի ակտիվության շնորհիվ C քաղաքական ուժը հաղթում է ընտրություններում, այսինքն ստանում է ամենաշատ քվեները։ Գրենք պատասխան. C քաղաքական ուժը։ Այսքանը, եթե հավանեցիք տեսանյութը, կարող եք լայք դնել։ Ցտեսություն, կհանդիպենք։